Չի հանդարտվում իրավիճակը Թուրքիայում, Ստամբուլում բախումներ են։ Հազարավոր ցուցարարներին ճնշելու համար ոստիկանությունը արդյունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարները պահանջում են, որ Իսրայելը դադարեցնի ռմբակոծել խաղաղ բնակչությանը Գազայում։ Բողոքը կազմակերպել է Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի անդամներից Ստամբուլի նախկին քաղաքապետին ձերբակալել են մարտի 19-ին։ Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակից Իմամօղլուին ձերբակալել են փողերի լվացման, կոռուպցիայի ու ահաբեկիչների հետ համագործակցելու կասկածանքով։ Նա պետք է առաջադրվեր նախագահի թեկնածու 2028-ի ընտրություններում։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը X-ում գրառում է արել, թե ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցները Պաղեստինի անունն օգտագործում են քաղաքական շահերի և հասարակական կարգը խաթարելու համար։ Գյուլն ընդգծել է, որ անվտանգության ուժերը պահպանել են զսպվածությունը և գործել օրենքի սահմաններում։ Նա խոստացել է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականությունը վայելող գործչի Իմամօղլուի ճաղերի ետևում հայտնվելուց հետո երկրի խոշոր քաղաքներում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Տրապիզոնում և Անթալիայում բողոքի ակցիաներ են։ Ցույցերի 340 մասնակից է ձերբակալվել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։